Որոշումները քաղաքական կայացվում են համապատասխան վերլուծության հիման վրա եւ այն ունի տրամաբանություն։ Իսկ թե ինչու հենց այս պահին բնականաբար նաև որոշակի վերլուծության արդյունք է։ Իսկ չեք կարծում, որ Սերժ Սարգսյանը չարաշահել է իր պաշտոնական դիրքը նախորդորելով ՀԿԱ-ականներին այսպիսի գործընթացից, դա խմբակցությունն է որոշում եւ երկրորդ ինչ է նշանակում, ես եմ արգելել այդ մարտին մականունով դիմել Սերժ Սարգսյանը կարող է որոշի ում ու ինչպես դիմել։ Դուք հավանաբար մոռանում եք, որ մեր կուսակցության առաջնորդի մասին եք խոսում եւ բոլոր հարցերը, քաղաքական հարցերը նախ եւ առաջ քննարկվում են կուսակցական տարբեր շրջանակներում, գործադիր մարմնի խորհրդում եւ նաեւ ազգային ժողովի խմբակցությունը նույնպես առաջնորդվում է կուսակցության ուղեգծով եւ բոլոր այն որոշումները, որ կայացվում են քաղաքական այս մակարդակում, դրանք իրացվում են նաեւ խմբակցության մասին, ինչը նշանակում ես եմ արգելել դա տնել շրջանառության մեջ, ինք իրավունք ունի արգելել ինչ-որ մեկին ասել օրինակ Դոդի Կակով։ Ես կարծում եմ հավանաբար դուք ճիշտ չեք հասկացել։ Խոսքը չի վերաբերում կուսակցական շարքերին արգելելու մասին։ Խոսքը վերաբերում է, որ համապատասխան քննարկումների արդյունքում կայացվում է որոշում եւ այդ որոշումը, եթե կայացվում է որոշում, ապա այն պետք է կատարվի։ Այսինքն ինքն է արգելել, որ այդ անունը շրջանառության մեջ։ Գիտեք, ես չեմ կարծում, որ հիմա ուղղակի անվան շուրջ այսպես կենտրոնանալու կարիք կա։ Նախագահի ասածն է մեջ վերին։ Ուրեմն մեր նախագահն նաև հանրապետության եւ նաև ձեր նախագահն որպես հանրապետության նախագահ։